Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հյուրընկալել են Շիրակի պետական համալսարանում։ Հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ռեկտոր Սերոբյանը կարևոր համարեց պաշտպանի այցը եւ նման ձևաչափով շփումները։ Այսօր մենք իսկապես ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդը ազատ է իր կարծիքը հայտնելու։ Իշկանով ենք մնում բարեկրթության սահմաններում մեր կարծիքը հայտնելիս, քննադատելիս, ընդվզելիս, դա արդեն յուրաքանչյուրի արժեհամակարգի խնդիրն է։ Բայց իմ սերնդակիցները շատ լավ են հասկանում այս ազատության գինը։ Ձեր սերունդը հարգելի ուսանողներ, կարծես այդ ազատության մեջ է ծնվել եւ այդ ազատությունը համարում է նորմալ երևույթ, ինքը շատ ուրախալի, իսկապես շատ ուրախալի։ Անահիտ Մանասյանն իր մասնագիտական գործունեության մեծ մասն անցկացրել է գիտակրթական եւ հետազոտական ոլորտում, ուստի իրեն մշտապես շատ հարմարավետ է զգում համալսարանական միջավայրում։ Գիտական միջավայրը շատ բան կարող է փոխել աշխարհում եւ համարում եմ, որ նաեւ մարդու իրավունքների դիտանկյունից միանշանակ է, որ զարգացնելով գիտական միջավայրը եւ կրթական միջավայրը մենք հաստատ կարող ենք ունենալ շատ ավելի մեծ արդյունքներ։ Ես իրապես համարում եմ, որ երիտասարդները այն հիմնական ուժը կարող են դառնալ, ովքեր մեծ փոփոխություններ կարող են բերել մեր միջավայրում, ու այս առումով միշտ եմ ասում երիտասարդներին, երբեք չընկրկեք ու հանկարծ չմտածեք, որ դուք այնքան փոքր եք, որ մեծ փոփոխություններ աշխարհին չեք կարող բերել, հակառակը պիտի ասեմ, իրականում մեծ փոփոխությունները հենց ձեզանից կարող են սկսվել։ Պաշտպանը պատմական էքսկուրս արեց մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի արժևորումից մինչև մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններ։ Մարդու իրավունքները հենց մեր կյանքի մասին են եւ հենց դա է պատճառը նաեւ, որ մեր գործունեության մի մասը, որը շատ կարեւոր որպես ասպեկտ ունի մարդու իրավունքների կրթությունը, մենք կազմակերպում ենք ոչ թե այն ձևաչափով, որ պարզապես ինչ-որ միտեղ գնանք կամ ինչ-որ մի հրապարակում անենք մարդու իրավունքների մասին, դա դասախոսության ու մենախոսության պես որևէ բան դառնա։ Հակառակը երիտասարդները շատ ակտիվ ներգրավվածություն ունեն եւ նաեւ երեխաները մեր հաստատության գործունեության շրջանակներում։ Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի եւ ակտիվ քննարկումների ձևաչափով։ Ուսանողներն ու դասախոսները հանդես եկան նաեւ համագործակցության առաջարկով, իսկ հանդիպման ավարտին Մանասյանն իր հեղինակած մենագրությունը նվիրեց Բուհի գրադարանին։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։